Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր մեծ հաճույքով ուզում եմ անդրադառնալ Գուրգեն Խանջյանի լուրջ չկավեպին, որը գրվել է 2006 թվականին եւ պետք է ընդհանրել վեպի հիմնական գործողությունը տեղի է ունենում այս դարի սկզբին։ Բայց կա եւս մի ժամանակային շերտ, որը շատ կարևոր է վեպում, գլխավոր հերոսի նկարիչ Սուրենի հիշողությունները, որոնք կապված են 1960-ականների վերջի 70-ականների սկզբի հետ եւ որը այդ ժամանակաշրջանը մենք պայմանականորեն անվանում ենք հիպիական։ Խոսքն այն մասին է, որ այդ շրջանի երևանյան երիտասարդության շատ փոքր մասին հասել էին արևմտյան ձախ նոն-կոնֆորմիստական գաղափարները, ազատություն, այդ թվում ազատ սեր, ռոք երաժշտություն, երկար մազեր, ջինսեր եւ այլն։ Ես անձամբ այդ ժամանակ փոքր էի, ընդամենը 10 տարեկան էի եւ նաեւ այդ պատճառով դա իմ կողքով էր անցել։ Իսկ Գուրգեն Խանջյանը եւ հավանաբար նրա հերոսը 20 տարեկան էին։ Այսինքն ես այն ժամանակ 10 տարեկան էի, 60 թիվ եմ, իսկ նրանք 50 թիվ են։ Եվ 20 տարեկանը հենց այն տարիքն է, երբ մարդիկ տարվում են նման գաղափարներով։ Արդյոք 21-րդ դարի սկզբում այդ գաղափարները շարունակում են ձևավորել որոշ մարդկանց արժանամակարգը։ Կարծում եմ, որ այո։ Նույնիսկ հիմա, այսինքն ավելի ուշ, 55 տարի անց հիպիական նոն-կոնֆորմիզմը ինչ որ չափով ազդում է ճնշող փոքրամասնության մտածելակերպի աշխարհայացքի վրա։ Պարզ է, որ ճնշող մեծամասնության համար վճռորոշ է թույլ տվեք ասել քյարթույությունը։ Դա ճիշտ էր թե 25 տարի, 55 տարի առաջ ապրողների եւ թե նրանց զավակների եւ թոռների դեպքում։ Եվ այդպես է ոչ միայն Հայաստանում։ Ինչու է վեպը կոչվում լուրջ չկա, ահա այս գիրքն է։ Հավանաբար, որովհետև ոչ մի արտարոց բան տեղի չի ունենում։ Արվեստագետի փոքրինչ թափթփված բոհեմային կյանք, կանայք, խմիչք, սրճարաններ, բայց պետք է նշել, որ մի քանի մանրամասներով հեղինակը ուրվագծում է նաև այն 2000-ականների սկզբի հասարակական մթնոլորտը։ Երկու շտրիխ բերեմ, վեպի կերպարներից երկուսը պարբերաբար հիշեցնում են, որ Ղարաբաղում արյուն են թափել եւ այդ պատճառով անձամբ իրենց համար ինչ-որ բան են պահանջում։ Եվ երկրորդ շտրիխը, երկրորդ ակնարկը ժամանակի վերաբերյալ արվեստում քրիստոնեական խորհրդանիշները, դրանց չարաշահումը, յուրահատուկ կեղծավորությունը։ Քրիստոնեական խորհրդանիշները ժողովրդական գիտակցության մակարդակը գրգռում են այնպես, ինչպես չալաղաջի խորովածը նրանց ստամոքսի ախորժակը, նշում է Սուրենը։ Բավականին սուր համեմատություն է, բայց խոսքը որքան հասկանում եմ ոչ թե բուն քրիստոնեության, այլ երեսպաշտության հերթական դրսևորման մասին է, ինչպես որ Ղարաբաղում կռվելով ինչ որ արտոնություններ ուզելը։ Երեսպաշտություն, որը մենք արդեն հիմա գիտենք, մասամբ պատճառ դարձավ հասարակական խորը հիասթափության եւ դժգոհության եւ հետագա հեղափոխական իրադարձությունների։ Սյուժեի զսպանակն այն է, որ գլխավոր հերոսի դասընկերը, որի անունը Արշավիր է, իսկ մականունը Դանդ, այսինքն Դանդալոշ, ինքնասպանություն է գործում եւ դա անելուց առաջ մի գրություն է թողնում, որտեղ ի թիվս այլ մարդկանց մեղադրում է նաեւ իր դասարանցի Սուրենին, որի հետ ոչ դպրոցում, ոչ էլ հետո առանձնապես շփումներ չի ունեցել, ոչ էլ կարծես թե բացահայտ խնդիրներ է ունեցել։ Համենայն դեպս Սուրենը այդպես է կարծում, բայց մյուս կողմից նա այնուամենայնիվ իր անձնական հետաքննությունն է անցկացնում պարզելու համար իր պատասխանատվության, ուզում եք ճակերտինի մեջ առեք, ուզում եք չէ, պատասխանատվության չափը։ Բացահայտ բուլինգ չի եղել, բայց արդյոք Սուրենն ու իր ընկերները պատշաճ ջերմ, պատշաճ մարդկային
վերաբերմունք են դրսևորել։ Ինչու է Դանդը բարդույթավորվել։ Ինչու էր իր կյանքը ձախողված համարում, անհաջողակ, իրեն անհաջողակ էր համարում։ Կամ ինչպես գլխավոր հերոսն է ձևակերպում, ինչպես ես հարգել, նշանակություն տվել այդ նույն աշխարհին, որ ինքնասպանություն ես գործել։ Բայց ինչ է նշանակում հաջողակ կամ անհաջողակ։ Դանդը հասկացանք, որ իրեն լուզեր է համարում։ Բայց ինչով է դա չափվում։ Փողով, պաշտոնով, կանանց հետ հարաբերությունների քանակով։ Այդ ոլորտներից ոչ մեկում Արշավիրը հաջողություն չի ունեցել։ Պատիվ հարգանք նույնպես չի ունեցել, չնայած իրեն համարում էր պատերազմի մասնակից։ Խոսքը հիշեցնեմ Արցախյան առաջին պատերազմի մասին է։ Հետաքրքիր է, որ երբ Արշավիրը հանդիպում է Սուրենին, նա ներկայացնում է երկու դրվագ եւ երկուսն էլ կապված են կանանց մասնակցությամբ իր Դանդի իբր խրախճանքների հետ, ինչը բնականաբար կասկածներ է առաջացնում։ Ինչպես երաժշտության մեջ, գրականության մեջ, գրական ստեղծագործության մեջ նույնպես կարևոր է մոտիվների, դրվագների կրկնությունը։ Դրանք այն խարիսխներն են, որոնց հիման վրա կառուցվում է ընթերցողի կամ երաժշտությունը ընկալողի իմաստային հիշողությունը, իմաստային կապերը։ Արշավիրը ինքնասպանություն է գործում, բայց Սուրենը հիշում է բանակում նա ականատես էր Տիմոխա անունով դատապարտյալի ինքնասպանության, ռուսական խարակիրի, ինչպես որ նա է ձևակերպում։ Եվ գլխավոր հերոսը այդ թեմայով տարբեր վարիացիաներով երազներ է տեսնում։ Դասընկերը ինքնասպանություն է գործում, կախվելով իր շան վզակապից, փոքից։ Իսկ հետո հանգամանքները այդպես են դասավորվում, որ այդ վզակապը եւ շունը հայտնվում են Սուրենի մոտ։ Իսկ շան անունը Լինչ է, ինչը միանգամից բնականաբար ասոցիացիաներ է առաջացնում Լինչի դատաստանի հետ։ Իմաստային կապերը կարող են լինել ոչ միայն ստեղծագործության ներսում, այլև դրանից դուրս։ Օրինակ, մշակութային տարածքում կարող են լինել այդ կապերը։ Գերեզմանում դագաղներից խոսելը եւ այդ խոսելու ձևը տանում է մեզ դեպի Դոստոևսկու Բոբոկ հայտնի պատմվածքը։ Նաև կրկնվող մոտիվներ կարելի է գտնել Խանջանի ստեղծագործության մեջ, մասնարարապես շները եւ շների մարտը։ Դա կա նաև օրինակ ավելի ուշ գրված Ենոքի աչքը վեպում։ Ընդ որում այստեղ լուրջ չկա վեպում։ Շնամարտին նախորդում է ատամի պրոթեզի պատմությունը եւ տատու գլխավոր հերոսի տատու ատամի պրոթեզի մասին հիշողությունը։ Չէ՞ որ շները կռվում են նախ եւ առաջ ատամներով։ Լինչը Սուրենի շունը կարևոր դեր է խաղում, ինչպես ասում են զակալցովկայում, երաժշտական լեզվով ասած ռեպրիզայում, երբ որ մի հատված վերջում կրկնվում է, հա։ Գլխավոր հերոսը այրում է ամեն ինչ։ Դանդի գրառումները, որոնք սկզբունքորեն չի կարդում։ Խմբակային լուսանկարները շան վզակապը ազատություն շնորհելով Լինչին, Արշավիրին նվիրած իր ինքնանկարը։ Բայց վերջում շունը գերեզմանից վերադառնում է Սուրենի տան մոտ եւ նա, որ ուզում էր Լինչին միտեղ կորցնել, նրա համար կեր է առնում։ Կարծում եմ շատ լավատեսական ֆինալ է։ Լավ մնացեք։